Բայց շտաբողությունն է տարել, թե քաղաքացիները։ Չէ, զանգ են եկել են տարել։ Հա, շտաբողությունը եկել տարել է։ Okay. Այս այդտեղ Հա, հեն է։ Սենց։ Այս այրան հետքերը։ Ստեղ ա եղե։ կրակի մոտ է, Հա, այս այրան հետ։ Շունի կեսան։ Բա արունը շունը։ Երևի գցել է որ վառի թե ինչ պայթուն ա եղել, ինչ ա եղել։ Բայլիս։ Ստեղ ա պայթե, այստեղ որ ծուխա։ Բայց ինչ ա պայթե։ կամ ոթիլալ է կամ Մի վիրավորա, չէ։ Հա։ Հա, սա այրան հետքերը։ Էսի ոնց ա կոչվում, կազաչի, հա, կազաչի։ Եսա սա այրան հետքեր ա, բայց։ նավազի վրա է շատ։ Հա։ Նավազի վրա։ Հա, ավազի վրա էլ կա այրան հետքեր։ Ես ասեմ։ Շտաբողությունը տեղափոխել է։ Կրիվոյ կոչվող հատվածն է, էլի։ Էսի բայց սովետի վաղտվա եղած կլինի։ Սովետական հեն ասեն, սա գալուն այգու ցավը տանեմ։ Իջևանի բկը, չէ՞, Իջևանի բկը։ Նոյեմբերի 26-ն է, մոտ 1 ժամ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Իջևան բնակավայրի Կրիվոյ կոչվող այս հատվածում, որը սովետական տարիներին կառուցված ԺԲԿ է, պայթուն է տեղի ունեցել եւ կան վիրավոր քաղաքացիներ։ Օպերատիվորեն ժամանել է Իջևանի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս վայրից պայթունը այստեղ է տեղի ունեցել ըստ նախնական տեղեկությունների, որտեղից հիմա տեսնում եք ծուխ է դուրս գալիս, այստեղից 2 հոգի օպերատիվորեն ժամանած Իջևան բժշկական կենտրոնի շտաբողության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Իջևան բժշկական կենտրոն։ Այս պայն տարածքը հսկվում է համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից, դեպքի մասին իմ տեղեկություններով արդեն այն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել արդեն հերթապակ քննիչը, ով այնուհետև կժամանին դեպքի վայր։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև տարբեր հատվածներում ահագին հեռավորության վրա առնանման հետքեր, թե ինչն է եղել պայթունի պատճառը, ինչ է պայթել, այս պահին պարզվում համայնքային ոստիկանների Իջևանի բաժին նաև պարզում են
վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ԺԲԿ-ի սեփականատիրոջ ինքնությունը։ Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիմա տեսնում եք ավազի վրա է առնանման հետքերը բավականին շատ հատվածներում։ Իմ տեղեկություններով նաև վիրավորների կյանքին այս պայն վտանգ չի սպառնում։ Լավ է, բավականին օպերատիվ են գործել շտաբօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխել է վիրավորներին տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Տարբեր հատվածներում տեսնում եք առնանման հետքեր են։ Դեպքի վայր են ժամանել նաև բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի հետ Արմեն Բեժանյանի, սակայն տեղում նրանց ծառայությունը չի զգացվել, ինչ համար էլ իրենք դուրս են եկել այստեղից։ Հիմա տեսնում եք Իջևանի համայնքային ոստիկաններն են հսկողություն իրականացնում։ Ջայլներ են վիրավորները, խեղճերը քրնինքով ապրող